դուք կգնաք սրտի վիրահատության այն մարդու մոտ, ով կրթություն չի ստացել։ Հիմա ոնց որ Կվենտին Տարանտինոն չունի ռեժիսորայի դիպլոմ։ Այսօր մեր ասպարեզում չկա պլան կա։ Թատրոն չի կարող մասսայական արվեստներ։ Ցավ է, երբ որ վաստակավոր արտիստի կողքին բերում են մի մարդ, որի մոտ տպավորություն թողում կաշկակշողի։ Մեր մասնակցության մեջ միշտ ասում են դիպլոմը ինչ ես անելու, դիպլոմը ով է նայելու։ Միանգամից առաջի հարցը պրոդյուսերի հետևյալն է. քանի հետևորդ ունես։ Սիրելի դերասաններ եւ ռեժիսորներ եւ արդեն ղեկավարներ։ Այսօր հավաքվել ենք այստեղ, Monk 3 YouTube-յան ալիքն է, Glumov Triptych, Triptych-ը դուք եք, ես է Glumov-ն եմ։ Եթե ինչ որ մեկը ինչ որ բան չհասկացավ, եւ խոսելու ենք դերասանության եւ դերասանների մասին, դերասանության ճակերտների մեջ եւ դերասանների կարելի է մեծատար։ Լեո միանգամից սկսեց մտածել, Իրանը ո՞րն է իրականում։ Ես ուզում եմ հասկանամ։ Так, եւ Լևոն, Տաթև եւ Սուրեն։ Ուրեմն նախ եկեք մի բան հասկանանք, յուրաքանչյուրդ համ դերասանի մաշկում ա եղել, կարծես թե, համ ռեժիսորի։ Լևոն, դու ես չէ՞ ռեժիսորը։ Չէ, ես նորմալ երբեք։ Միայն մեկ մաշկում ես եղել։ Ես չեմ դավաճանում։ Իմ մասնագիտությունը։ Դերասանի մաշկն է ավելի ձեզ հոգեհարազատ եւ սիրելի, թե ռեժիսորի։ Հիմա մոռանանք մի բան, որ դու նաեւ ղեկավար մարդ ես։ Չէ, ես դերասանի մաշկում եղել եմ միայն ինստիտուտի տարիներին։ Եղել ես, չէ՞, բայց քննություն կար դերասանի վարպետություն եւ միայն այդ ժամանակահատվածում հետո երբևիցե չես եղել։ Առիթ չեմ ունեցել բեմ բարձրանալ, ինձ այդ գործում անտաղանդ եմ համարում, չնայած որ ինստիտուտի տարիներին ասում էին, որ կարում ես հաջողում ես բեմում, հատկապես կոմիկական դերերում, բայց չէ, ես ֆոբիա ունեմ բեմի։ Լավ, ուրեմն այս հարցը միայն տատային է վերաբերում։ Ես երկու դեպքում էլ լավ եմ զգում, որովհետև եթե աշխատում եմ որպես դերասան, ես գիտակցում եմ, որ ես իմ դերի ռեժիսորն եմ, ինչքան էլ ռեժիսորը բեմադրությունը բեմադրում է, բայց ես պետքա իմ դերը ինքս կերտեմ, այսինքն ես միևնույնն է այդ ռեժիսորական հայացք ունեմ դերի վրա աշխատելիս եւ հակառակը, երբ որ ես բեմադրում եմ, ես դերասանների հետ հավասար ապրումները բոլոր ունեմ, ես կարող եմ կենտրոնանալ նյուանսների վրա, որը ռեժիսորները շատ հաճախ թողնում են դերասանի վրա, բայց ես կարող եմ ասել նույնիսկ ձայնի երանգը մի քիչ էսկուզեի։ Այսինքն ես երկու դեպքում էլ լավ եմ զգում, չեմ անջատում իրարից այդ երկուսը։ Շատ համամիտ եմ նրա հետ, որ մինչև ռեժիսոր դառնալ մի քիչ պիտի դերասանություն անես, պիտի որ հասկանաս այդ օրգանին, ես ինձ օրգան եմ, ինքը բանը մարդ է։ Երբ որ օրինակ Աննան Աղասարյանը երբ որ պիես է գրում, որտեղ ինքը այն ժամանակ դեռ սովետական միության ժամանակ ինքը սովորում էր Սունդուկյանի անվան, ինչքան հիշում եմ, ստուդիայում դերասանուհի էր ուզում դառնալ։ Ու հիմա ես իր պիեսները, որ մեկ-մեկ կարդում եմ, անես տպավորություն է, որ ինքը իմ տեղը խաղում է, այտենց գրում է։ Այսինքն ինքը զգում է, ու ես համամիտ եմ նրա հետ, որ դա լավ է, երբ որ ռեժիսորը սկզբում եղել է դերասան, նոր ռեժիսոր։ Շատ հետաքրքիր տենդենց կա հիմա աշխարհում, ոչ միայն Հայաստանում այդ տենդենսը ինչպես միշտ շատ բաներում ավելի ուշ եկավ ասավ, բայց այդ տենդենսը կա, որ շատ ու շատ ֆիլմերում, խոսքը ֆիլմերի մասին է, թատրոնի մասին մի քիչ երևի թե ոչ եւ ըստ էության բացատրություն կստանանք, շատ ֆիլմերում այսօր նկարահանվում են ոչ արհեստավարժ արտիստներ, որոնք ունեն կրթություն, բլոգերներ, երգիչներ, սպորտսմեններ, եւ օքեյ, ֆիլմերը վաճառվում են, մարդիկ գնում են դիտում են, գումարները կլորիկ աշխատում են, դա մի քիչ աբիդը ոնց է հայերեն։ Վիրավորական չի արտիստների համար, որոնք որ կրթություն են ստացել, գումարներ են ծախսել, նյարդեր, որ այդպիսի ոչ արհեստավարժ դերասանները գալիս են եւ իրենց դերասաններ, արտիստները իրենց տեղը գրավում են։ Ինչ եք մտածում։ Եվ դա ինչ է։ Տենդենց է, թրենդ է, ինչ է դա։ Ես կարծում եմ գուցե առաջ էլ է եղել, որ ոչ դերասանները, մասնագիտությամբ ոչ դերասանները խաղացել են։ Ես կարծում եմ, որ ինձ համար, անձամբ ինձ համար դա վիրավորական չի։ Պարզապես ես իմ փորձից ասեմ, որ երբ որ ես աշխատում եմ մասնագիտությամբ դերասանի հետ, ես ավելի եմ
ինձ ավելի ձեռնտու է, որովհետև հեշտ ստանում եմ ինչ որ ինձ պետք է։ Իսկ երբ որ կոպիտ ասած չդերասան է, տանջամահ եմ լինում, ինչև տեսարանը ստանում ենք։ Բայց խոսքը թատրոնի մասին է։ Չէ, ֆիլմի մասին է։ Բացություն չկա։ Հա, բայց ես նաև չեմ բացառում, որ կարող ասում եմ primo попадание, հա, այս տիպաժը պետքա գալիս է խաղումա ու հենց ինքը պիտի լիներ։ Ոչ մի դերասան դա չէր կարող։ Կրթությունը ինչի համար է պետք։ Մեկ որ մեր մասնագիտության մեջ ֆուտլերը կարևոր բան է։ Պերսոնաժին ման են գալիս ֆուտլերը, ասում են դա ոն։ Բայց երբ որ մաս խփում ես դատարկությունը, գալիս է դրանից է, որ այսինքն մի անգամ կարող է կրակել։ Այո, մասնագիտության ամեն մասնագիտություն իր օրենքը ունի։ Երբ որ տղաս ուզում էր մի անգամ փոքր էր ասեց, պապ ուզում եմ նկարվեմ, ասի բարես, ոչ մի բան։ Երբ որ կիմանաս այս մասնագիտության օրենքները, նոր այդ ժամանակ, երբ որ ես քեզ հարցամ կարողանաս իմ հարցին ճիշտ պատասխանել, այդ ժամանակ ես բան չեմ կարող անեմ, արդեն դու կայացած կլինես ու ինքդ քո ճանապարհը կարտես։ Ես իհարկե դա իմ համար ցավ է, երբ որ վաստակավոր արտիստի կողքին բերում են ներողություն եմ խնդրում, ես առաջել եմ ասել, հիմա եմ ասում, իրոք այդ արտիստի կողքին բերում են մի մարդ, որի մոտ տպավորությունը թողում կաշկակշողի։ Ու հանկարծ այդ մարդը իր անցած հետա գնում իր անցյալ ասում է լավ ես սրա համար տանջվեցի որ ին կողքին բերեն մի մարդ ոչ թե ինքը իրան տենց բան անում չէ պրոստը ինքը վիրավորական է որ իր մասնագիտության վրա այդքան ժամանակ է ծախսել ինչ որ մեկ եկել է որ մասնագիտությունից հեռու է ու իր հետ հավասարի ես դրանում ցավ եմ ապրում ես իմ պահով չեմ ասում այն մարդու որը արդեն վաստակավոր արդեն ժողովրդական է ու այդ օրինակները ունեմ չեմ ուզում անուններ տամ եւ այլ իհարկե դրա մեջ ցավ կա բայց եթե ի սկզբանե մարդը շնորհքով է ու շնորհքով մարդը երբեք որ ասում է տաշած կարը գետ ինչի նա երբ որ ինքը մտնում է այդ ասպարեզ այդ մարդիկ խելոք մարդիկ իրանք սկսում են կրթվել իրանք գնում են դեպի այդ մասնագիտությունը այսինքն դատարկ չեն ահավորը դատարկությունն է Գլումով ջան, ես այդ այն միակ պրոբլեմն է։ Որովհետև տաղանդը շատ կարճ, ասենք տաղանդով մենակ, ասենք մի դեր, երկու դեր, բա հետո պիտի զարգացնի, չէ, պիտի աճես, պիտի բազա ունենաս, պիտի մասնագիտություն ձեռք բերես, այնպես վերջանում է, մի անգամը վերջանում է այդ ամեն ինչը։ Դակ Սուրեն։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտությանը պետք է պրոֆեսիոնալ տիրապետել եւ կրթություն ստանալ։ Գիտես ինչու՞մն է բանը, գոր մենք շատ անդուրջ ենք վերաբերում շատ բաների եւ դրա համար դա է պատճառը որ Մենք 4-ով մենք չէ ազգը մենք ասենք այո մեր հասարակությունը շատ անդուրջ ենք վերաբերում որովհետեւ յուրաքանչյուր մասնագիտության պետք է տիրապետել ուսում ստանալով, կրթություն ստանալով եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ Կարող է, այո, որից է մի դեր, ինչ որ մեկը խաղա, ճիշտ ափսեի մեջ ընկնի եւ այդ մի դերը խաղա, բայց երկրորդ, երրորդ դերը չի խաղա։ Ցավալի է, որ այսօր ռեժիսորները, ռեժիսորները ավելի քիչ, բայց պրոդյուսերները, երբ որ քաստինգ են անցկացնում, միանգամից առաջի հարցը պրոդյուսերի հետեւյալն է. քանի հետևորդ ունես։ Այսինքն ոչ թե արվեստ դա արտիստներին են հարցնում թե արտիստներին են առաջի հարցը դա է քանի հետևորդ ունես fake են fake չեն չգիտեմ ինչ են ինչ է ասածս ինչ է այսինքն վաճառքով են ի սկզբանե զբաղված այլ ոչ թե արվեստ ստեղծելով Սրանք տարբեր բաներ են եթե նպատակը այո վաճառքն է այդ ֆոլովերներն են կարևոր, անձնել է կարևոր, ինչ է իրենից ներկայացնում, ուր է հասել եւ մնացած ամեն ինչը, բայց պրոֆեսիոնալ բարձրարժեք արվեստ ստեղծելու համար մոտեցումը այլ պետք է լինի։ Բարի։ Տատան շատ կարևոր բան ասեց։ Տաղանդը լավ է որ կա, բայց այդ տաղանդը չի կարող ըստ երևույթի երկար քաշ տալ քեզ։ Հիմա այդ տաղանդը առհասարակ կարևոր է որ մարդու մեջ լինի, թե ավելի կարևոր է որ նրան տան ճիշտ գործիքներ, որոնք ինքը կարող է օգտագործել հետագայում, չունենալով տաղանդ, օրինակ, բայց աշխատասեր լինի եւ այլն եւ այլն։ Այ հիմա խնդրում այդ տաղանդի եւ աշխատասիրության մասին։ Իհարկե աշխատասիրությունը պետք է, նո, հայտնի չափ լինի։ Խոսքերում կասես 1% տաղանդ 99% իհարկե աշխատասիրությունը թատրոնում պետք է։ Գիտեք ինչ այսօր տաղանդի ոնց։ Ոնց է տաղանդի ոնց։ Կյանք ասում եմ 1%։ Այսօր
լտոկոսոկսում ես թիվը խարիզմայի խնդիր կա, ասենք պետքա այնուամենայնիվ մարդը էներգետիկա ունենա եւ կարողանա դահլիճ վերցնի։ Դե հիմա մենք միայն թատրոնի մասին եկեք չխոսենք, նաեւ խոսենք, տարբերություն չկա։ Դահլիճ, այսինքն, հասկացա։ Բեմը ունի մի հատ ող ներողություն որոնց բեմը ունի մի հատ հատկություն, ինքը սիրելու բան է։ Ու իմ համար բեմը ուսիլիցելա, ինքը ամեն ինչ ցույց է տալիս։ Ես ինչքան էլ ինձ սիրուն հագցնես, մեկը կերևա, որ արմատներս գյումրեցին, ծնվել եմ աշտարակում։ Երևալու է։ Ոտ ինքը այդ ուսիլիցելն է, ինքը ցույց է տալիս։ Ինչքան հիմա ինքան տաղանդավոր դինես ու կարողանաս այդ թաքցնես, ոչ թե խափես, բեմը նաև չի սիրում խափել։ Չի սիրում։ Իսկ ոչ տաղանդավոր մարդը, երբ որ տաղանդավոր ռեժիսորը աշխատում է հետը, այստեղ ռեժիսորի խնդիրն է, ոչ թե խնդիրն է, իր խնդիրն է։ Որտեւ լավ ռեժիսոր ունի այսպես երևակայություն, չէ՞։ Երբ որ վիբրը արված է, նայում ես, որ այս մարդու դեպքում կամած անտաղանդ մարդու դեպքում ռեժիսորը ստիպված իր ֆանտազիան փոքրացնում է։ Ու ինքը դառնում է դե խաղաց էլի։ Դա ախր բեմը ցույց է տալիս, ինքը կրթված է, թե ինքը կարդացած է, ինքը կրթվածը կարդացածա մի բան է, բայց տաղանդ ունի թե չունի ուրիշ բան է։ Հիմա վերցնենք Լեոնել Մեսսիին եւ Կրիշտիանո Ռոնալդոին։ Երկրագունդը կիսվել է, կեսը սիրում է Մեսսին, կեսը սիրում է Կրիշտիանո Ռոնալդոին։ Եվ բոլորը հասկանում են, որ Մեսսին լինելով աշխատասեր, անձնավորություն, միևնույն է Աստված նրան համբուրել է։ Իսկ Կրիշտիանո Ռոնալդոն միգուցե այդքան չի համբուրել, բայց Կրիշտիանո Ռոնալդոն իր աշխատասիրության եւ իր, չգիտեմ, մոտիվացիայի բանի շնորհիվ եկե հասել է ասենց բարձունքների։ Հիմա ձեր բնակավարում այդ տաղանդը ինչքանով է կարեւոր։ Ամենակարևոր բանը։ Ամենակարևոր։ Այսինքն մարդը կարող է լինի ոչ այդքան աշխատասեր, բայց տաղանդավոր, դա ավելի լավ է, քան աշխատասեր, բայց ոչ։ Մեկ է մի հատ կարևոր ֆակտոր կա՝ մարդը։ Մարդտեսակն էլ է կարևոր։ Դա շատ կարևոր, ինքը կարա մի վարքյանում այդ լավ ատմոսֆերան հնարավոր չի լինի սրիկա, ստախոս, կնամոլ, չգիտեմ, եւ այլն ուրիշ վատ մարդ լինի, էության, բայց լինի տաղանդավոր։ Տաղանդավոր դեպքում դիքը բանը ներվում է։ Ինքը տենց է կա ներվում։ Հենց այդպես է լինում է։ Այո։ Տաղանդավոր է։ Ոչ բոլորը ոչ։ Այսինքն տաղանդը կարևոր բան է։ Այո, նաև տաղանդն էլ է կարևոր։ Հիմա նաև թե նաև։ Ինձ համար միանշանակ տաղանդը առաջին տեղում է ու դրանից հետո թե մարդը ինչքան աշխատասեր կլինի, այնքան առաջ կգնա, այնքան կզարգանա, չեմ թողնում խոսել։ Չէ, շատ նարո տաղանդավոր լինի, բայց ուղղակի աշխատասիրություն չունենա, դիսցիպլինա չունենա թատրոնում եւ արվեստում ընդհանրապես դիսցիպլինան շատ կարևոր մի բան է։ Մեկ Աստված համբերելու ընթացքում էլ է սխալվում։ Մենք այսօր դրա հետ անընդհատ առնչվում ենք եւ այ տաղանդավոր մարդիկ գնում իրենց ոչ կազմակերպված լինելու պատճառով ուղղակի կորում են այսպես շատ հանգամանքներ կան լավագույն լինելու համար միայն տաղանդով բավարար Մեկ էլ հաջողակ պիտի լինես Դա ուդացիան շատ կարևոր բան է Յուրաքանչյուր մասնագիտությունը։ Դա հաջող կլպատմեք, այդ ինչ է այդ։ Հաջողակը բերի որ ճիշտ բան ճիշտ տեղում հայտնվես։ Ճիշտ ռեժիսորի մոտ։ Հա, պատահականությունը շատ է լինում մեր մասնագիտության մեջ, չգիտեմ ուրիշ մասնագիտությունների մասին։ Իսկ կան այդպիսի մարդիկ, որոնք որ, չգիտեմ, չկան կորել են, որովհետև չեն նկարվել։ Ուրեմն տաղանդավոր չեն, թե ուրեմն հաջողություն չեն ունեցել։ Ինչ։ Վաղամերիկ Կարեն Ջանիբեկյան իմ համար շատ տաղանդավոր մարդ էր։ Իր խելար տեսակով, իր ամեն ինչով, բայց իմ մոտ նես տպավորությունը այդ մարդը չգտավ իր ռեժիսորին։ Լուրջ ես պատկերացնում, ես օրինակ եմ բերել, լիքը մարդիկ կան տենց։ Այդ մարդը տենց ոչ թե չերևաց, իրան չճանաչեց, ինչ է, ինքը ավելի ուրիշ քաշի դերեր կարող էր խաղալ, ուղղակի երևի չգտավ իր ռեժիսորին։ Այսինքն բանից պարզում է։ Կամ իր ժամանակի մեջ չէ։ Ռեժիսորն է դերասանի կյանքում կարևոր մարդ է։ Ինքը չգտավ, թե ռեժիսորները իրան չտեսան։ Չգիտեմ, այդ չեմ կարող իր տեղը պատասխանել։ Միմյանց չհանդիպեցին։ Չհանդիպեցին երևի այդ խաչմերուկը բաներ էին դրել, չէին թողում մարդիկ անցնել։ Չէ, բայց ես համաձայն չեմ, ինձ թվում է մենք իր մասին չէինք իմանա, եթե իսկապես ռեժիսորի հանդիպած չլիներ։ Հանդիպել շատ կխաղա։ Ավելի։ Այն ինչ որ իր ներսում կար, ինքը չհասցրեց բացատրել։ Մերլին Մոնրոն իր ռեժիսորին հանդիպել է։
Անունը տվեք ռեժիսորի, ում հետ աշխատել է Մերլին Մոնրոն։ Ռադո պրոստը այդ աղջկան ասված մի 3 անգամ Չեն կարող չէ անուն ասել ռեժիսորի, ում միջոցով Մերլին Մոնրոն կայացել։ Լավ, ինձ ինչի չեն նկարում, ասա։ Զբաղված ես անընդհատ։ Ոչ։ Այո։ Չէ, ինձ ֆիլմ չեն կանչում։ Ինչու հրաժարվեցիր խաղալ ինձ։ Ֆիլմ չեն կանչում։ Ես այդ ներկայացումը պիտի նկարեի։ Հա, ես չգիտեմ։ Բաղը կիմանամ կա։ Տողանդ է։ Ես չեմ կարծում, որ այսօր մեր ֆիլմ արվեստը այսպես վերելք է ապրում ու լուրջ ստեղծագործություններ են ծնվում, երբ որ լինի վստահ քեզ նկարելու է։ Ես բավարարված եմ իմ մասնակցության մեջ, բայց այդ հարցին Դասը դրա կարիքն ունես։ Հիմա չէ արդեն չէ, բայց առաջ ունեի։ Հիմա չունեմ։ Առաջ ունեի նորմալ է։ Մի օր իրանք էլ։ Ես իմ սիրած պահն է, երբ որ առանց հաղորդավարի մարդիկ իրար զրուցում են։ Կարող սուրճ խմել։ Այո։ Իսկապես իմ սիրած հետաքրքիր թեմա է խոսում։ Շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր, ինձ թվում է բոլոր այն մարդկանց համար, որոնք որ թե ինդուստրիայի մեջ են, թե ինդուստրիայի հարևանությամբ են, թե ինդուստրիային դիմացից կամ կողքից են դիտարկում, որովհետեւ եկեք վերադառնանք նրան ինչից սկսեցինք՝ կրթություն։ Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում եւ կարծես թե շատերը ասում են, որ իրականում ոչ մի բնակավարում կրթություն պետք չի, պետք է լինի մարդը ինքնակրթված, անպայման չինաստանա այն դասական կրթությունը, որը ժամանակին գնում էին բուհ, չգիտեմ եւ այլն եւ այսօրվա ամենահաջողակ մեծահարուստ վիզիոներները ապացուցում են, որ քոլեջները եւ համալսարանները ոչ մի բան են իրականում, հետո են իրենց հետևից են գնում, որ իրենց դիպլոմները տան չավարտած մարդկանց անպայման խոսքը Bill Gates, Elon Musk եւ այլն։ Միանգամից պատասխանեմ հարցին։ Անհատների մասին։ Դուք կգնաք սրտի վիրահատության այն մարդու մոտ, ով կրթություն չի ստացել։ Նայ, ես ոչ մի անգամ չեմ հարցնում այդ մարդուն ինքը կրթություն ունի, թե չէ։ Եթե ինքը աշխատում է հայտնի կլինիկայում, եթե ինքը բժիշկ է եւ ունի տասնյակ տարիների փորձ կամ 5 կլինիկայի ղեկավար դուք եք, կընդունեք աշխատողի, ով կրթություն չունի։ Բժիշկ երևի ոչ։ Երևի ոչ։ Նույն բանն է։ Հիմա ես չունեմ ոչ մի կրթություն, ռադիո եւ հեռուստա գործ ունեն մարդու հետ։ Так։ Մենք մարդուների հետ գործ ունենք ավելի շատ։ Լևոն, դուք ունեք թատերական կամ արտիստական կրթություն։ Ոչ, ես չունեմ ու ես հիմա դրա համար մղկտում եմ, որովհետեւ երբ որ ես չեմ ստացել կրթություն, ես հիմա կոմպլեքսավորված եմ, ես բեմ բարձրանալուց առաջ։ Բայց դուք հաջողված արտիստ եք։ Ես սիրում եմ, ճանաչում եմ, նկարում եմ իմաստուց։ Չգիտեմ, իրոք այդ կրթությունը ես դրա պակաս ես այսօր ունեմ։ Լուրջ ես մի քանի կետում ինձ բռնել եմ, որ երբ որ ռեժիսորը զադաչա տալիս, ես այդ զադաչան այդ խնդիրը հասկանում եմ, բայց ես փակված եմ, որովհետև ինստիտուտը չեմ անցել, այդ ինստիտուտի դպրոցը կարևոր է։ Այդ 4 տարին, 5 տարին շատ կարևոր է յուրաքանչյուր նոր սկսնակ դերասանի համար։ Ես այդ չեմ ունեցել, ես դրա պակասը մինչև օրս ունեմ։ Իսկ կարող եք օրինակ բերել, ինչը չի հերիքում, որ գործիքն եք չեք կարող օգտագործել։ Հիմա բացատրեմ, տեսեք, ես առաջ դա ունեի, հիմա իմ մոտ պակասել է։ Մի քիչ կարող է ռեժիսորների հետ համաձայն չեմ, բայց դա ինձ չի հերիքում։ Պակասվես, ես այդ ցուցադրելը չեմ կարողանում հասնել դրան։ Իմ մոտ փորձը այնքան շատ է եւ հաջողակ լավ ռեժիսորների հետ աշխատել։ Չէ, դե ճանապարհ է անցել, երկար ճանապարհ է անցել, հետո վստահ եմ, որ Լևոնը շատ լուրջ ուսումնասիրել է Ստանիսլավսկու սիստեմը, Միխայել Չեխովի սիստեմը։ Այո, ես իհարկե կողքից ունեցել եմ ինքնակրթվել եք եւ վարպետներ, որոնք ինձ ծանոթացել են թատրոնի հետ, ծանոթացել են իսկական թատրոնի մարդկանց հետ, ու ես առանց իրանց հարցնելու ես իրանցից գողացել եմ այն ինչ։ Բայց դա էլ է դպրոց։ Это надо ումեծ գողանալ։ Ես այդ ոնց որ այդ մարդիկ ինձ սովորացրին գողանալ, բայց ոչ մի անգամ ոչ մեկին չցավացնել։ Գողացած գողոնս աշխատել եմ այնց մատուցեմ, որ ոչ ոք չհասկանա, որ արդարացնեմ գողացածս։ Ինչ որ չգիտեմ, կարողացա բացատրել։ Ես մոտավորապես հասկանում եմ, բայց միևնույնն է, ուզում եմ հարցս ուղղեմ ռեժիսորներին։ Ձեզ համար կարևոր է, որ գալիս է հիմա Ստանիսլավսկու թատրոն, որը դուք ղեկավարում եք, որպես ղեկավար եւ որպես Տաթևիկն էլ ղեկավարում եմ Հեր Մկրտչյան թատրոնը։ Հիմա որպես ռեժիսոր եւ որպես ղեկավար, որպես ռեժիսոր դու պարտավոր ես ըստ երևույթի վերցնես այդ մարդու բոլոր փաստաթղթերը, չգիտեմ, լիցենզավորում եւ որպես ռեժիսոր չէ։ Որպես ռեժիսոր ոչ, որպես ղեկավար, հա, որպես իսկ այդտեղ դիսոնանս չի առաջանում ձեզ մոտ։ Դե նման դեպք չի եղել, որ առանց այդ թղթերի գան,
բայց մեր մասնակցության մեջ միշտ ասում են դիպլոմը ինչ ես անելու, դիպլոմը ով է նայելու։ Իրականում դիպլոմին ռեժիսորները չեն ասում դիպլոմ ունես, թե չէ։ Ասում են մի բան ցույց տուր, ցույց տուր, կամ հա կամ չէ։ Իսկապես դիպլոմը չի այստեղ հարցը։ Կրթությունը կարող է 4 տարի սովորել։ Սովորել է, մարդկա սովորտում է, սովորել։ Ու ես բեմական խոսք եմ դասավանդում։ Ոչինչ, տակ, եւ ներքին ձայնս է։ 3 տարի է սովորել, 4-րդը չի ավարտել։ 4-րդը չի ավարտել։ Բայց այդ մարդուն այդ 3 տարին բավական է եղել, որ ինքը հետո արդեն չգիտեմ ինչ կուրսեր ա վերցնում, ինչ սիստեմա ուսումնասիրում եւ այլն եւ այլն։ Հիմա կարողա իրեն դիպլոմը պետք չի։ Դերասաններ, որոնք որ սերիալներում նկարվում են եւ դարձնում են հայտնի, հետո գալիս են թատրոն եւ ստանում են աշխատանք։ Չէ, դել չէ։ Այդպես չի լինում։ Չի լինում։ Թատրոնը չէ։ Չէ, թատրոն հələ որ չեն կարողացել մտնել։ Ուրիշ բան, որ թատրոնում աշխատող դերասանը նկարվում է սերիալում եւ բերում է հանդիսատես։ Իսկ հակառակը, որ սերիալներում շատ լուրջ համարձակություն պետք է ունենան այդ սերիալներում նկարվող դերասանները, որ բեմ բարձրանան։ Դա լիովին տարբեր բաներ են։ տարբեր արվեստներ։ Այդ դեպքում մի հատ հարց եմ սերիալ ռեժիսորներին, ինձ ասեք տենամ այդ թղթի կտորը դիպլոմ հասկացողությունը ինչի պատճառով այսօր արժեքազրկվեց։ Այսօր արդեն այդ նախադասությունը ինձ հավասում է դիպլոմ պետք չի։ Այդ ես ասում եմ միշտ մեզ ասում էին, որ դիպլոմին չեն նայել, որ քեզ ընդունեն կամ դեր տան։ Ну, понятно, բայց այսօր այդ թղթի կտորը արժեքազրկվել է։ Այդ այսօր sense բացում փակում են ու դա իր բանն է, անձնագիրն է, մասնագիտական անձնագիրը։ Այսօր դա արժեքազրկվել է։ Դրա մեջ իմիջիալը ճշմարտություն կա, ես իմ օրինակը ասեմ, հա, երբ որ ես արտերկրում ներկայացումներ էի բեմադրում, Լիտվա, Ռումինիա եւ այլն, հետաքրքիր էր, ինձ թվում էր, որ այնուամենայնիվ աշխատանքային պայմանագիր կազմելուց կպահանջեն փաստաթուղթ արդյոք պրոֆեսիոնալ կրթություն ունեմ, թե ոչ։ Ի զարմանս ոչ ոք ոչինչ բան չպահանջեց։ Հետաքրքիր էր։ Իսկ այնտեղի դերասանները, որոնք որ խաղում էին ռեժիսոր Սուրեն Շահվերջյանի հետաքրքիր որ ունեն դիպլոմ Ռումինիայի կամ Բուխարեստի պետական կինո եւ թատրոնի Չէ, թատրոնի ղեկավարը չպահանջեց ինձնից պայմանագիր կնքելու։ Անձամբ ինձ կհետաքրքրի այն դեպքում, որ այս տեսնեմ ես մարդ ոչ մեկ չի կարողանում, ասեմ դու դիպլոմ ունես։ Դու որտեղից ես։ Այդ ժամանակ նոր։ Իսկ եթե կարողանում չի հետաքրքրում։ Չէ։ Հիմա ոնց որ Կվենտին Տարանտինոն չունի ռեժիսորայի դիպլոմ, չէ՞։ Ռոդրիգեսը ունի, Գայ Ռիչին ունի, չի ավարտել Երևանի պետական Երևանը չի ավարտել։ Կենսագրություն ունի, լավ, sense ասած։ Հա, դե բայց այդ մարդը ամբողջ կյանք իր երիտասարդությունը վիդեոկասետների խանութում աշխատե, ֆիլմեր դիտե, հետո ընկերների հետ որոշել են ինչ-որ բան նկարի, հետո եւ այլն։ Պարզը որ Ամերիկայի, Անգլիայի դերասանները ստուդիաներ են ավարտում, այնտեղ ինչ-որ հայտնի դերասանների ստուդիաներ, Բարպետաց դասերի են գնում եւ այլն եւ այլ մոտեցում է, չէ՞, այնտեղ կրթությանը։ Մեզ մոտ էլ կա։ Կա այդ իհարկե մեկն է գնում Բարպետաց դասեր են կանցնում։ Ետ եմ ասում, որ հիմա միգուցե դիպլոմը պարզապես դարձել է ֆորմալ ինչ-որ բան, ինչքան դերասան ավարտում եւ հետո ոչ մի գնում են օֆիցիանտ են աշխատում եւ վերջ։ Դե բայց կան տեղեր, որ ասում են, ես ինչ դասընթացների մասնակցելու համար պետք է դիպլոմ, չգիտեմ ինչ տեսականներ։ Գոյություն ունի քաստինգ հասկացողություն։ Միգուցե այս դերի համար այս մարդով դիմել է, իսկապես համապատասխան է։ Ես Հայաստանում այդքան լուրջ չեմ վերաբերում, բայց արտերկրում փորձս ասում է, որ երբ որ քաստինգ են անում, դա իսկապես լուրջ քաստինգ է եւ մի մեծ հատված, կարևոր հատվածներից մեկը դերասանը ցուցադրում է նախքան իրեն ընտրեն աշխատանքի կամ այդ նախագծի համար։ Իսկ նաև միգուցե ես որպես մարդ, որը որ բավականին հեռու է, այսինքն ես ունեմ ընկերներ, ծանոթներ, ծանոթի միջոցով մի քանի ֆիլմով են ինձ նկարահանը, չգիտես ինչու, բայց ես ինդուստրիայի մեջ չեմ եւ միշտ ասել եմ, միգուցե դա անպագորգոր կամ անիմաստ նախադասություն է իմ կողմից, որ մենք մեր երկրում ունենք շատ ավելի շատ դերասաններ, որոնք որ կրթություն են ստացել, քան մեզ պետք է։ Այդ մի կողմից, օրինակ ես տեսնում եմ, որ թատերական ամեն տարի այդքան ռեժիսոր է բաց թողում, դերասան, հետո ուր են այդ մարդիկ չեմ հասկանում։ Այդ մի կողմից, բայց մյուս կողմից, երբ որ ես նայում եմ ֆիլմեր, դիտում եմ ֆիլմեր Հոլիվուդի մասին եւ տեսնում եմ, թե
տասնյակ հազարավոր մարդիկ, որ գալիս են Լոս Անջելես ապրելու համար, որ միայն գնան կաստինգներին մասնակցեն, այսինքն մարդկա, որ 10 տարի ամեն օր գնում է կաստինգների, 10 տարի հետո միգուցե, այսինքն այնտեղ շատ ավելի շատ են, եւ այնտեղ այդ քանակը դառնում է որակ, իսկ մեզ մոտ կարծես թե ոչ, ինչու՞մն է խնդիրը։ Ինդուստրիա կա։ Իրենք նպատակ ունեն, գիտեն ինչի համար են 10 տարի գնում։ Ես 10 տարի չեմ գնա այստեղ ֆիլմի կարահանվելու։ Միացյալ Նահանգներում այդ պայմանագիրը կնքելը կարող է մինիմում $1 միլիոն լինի, այստեղ 200։ Այստեղ թվերի հարցն է։ Հա, դա էլ թվերի հարցն է։ Այսինքն պահանջարկը մեծանում է առաջ։ Այդ մասնակցությունը այնտեղ բարձր է գնահատված։ Դրանք նորմալ գին են տալիս։ Ստե մենք կինտո ենք, որ դատում որ ուտում ենք, բան չանեմ որ խղճան իսեր աստու, ես գոհ եմ իմ ընտրությունից, երջանիկ եմ ու իմ մասն ուզում եմ ասեմ շնորհակալություն ինձ տվել այդ հնարավորությունը։ Բայց Ամերիկայում այնտեղ պլանկեն ուրիշ է, երբ որ մեկը գնում է քասինգի, ինքը այնքան պատրաստված պետք է գնա, որտեղ ինքը գիտի, եթե ինքը չէ, իր նման 1000 հոգի հետևից գալիս են ու բոլորն էլ կրթված են։ Կրթվում են, երբ որ այս մասնակցությանը նշանակություն տան ու ինստիտուտում սովորող երեխան վաղը մի այսօր հասկանա, որ ինստիտուտը ավարտելուց հետո ինքը կարա ունենա գործ, իր մասնագիտության հետ կապված գործ, ու այդ մասնագիտությամբ տուն պահի, այս ժամանակ գինը ավելի բարձր կլինի։ Պետք է մշակույթին արդեն սկսեն բան անել, նշանակություն տան, պետք է նորմալ վարձատրվի, մի քիչ Կոր առանձնացնել արվեստը մշակույթը այսօր ֆուտբոլից եք խոսում, իսկ նույնը Հայաստանում ֆուտբոլում չէ, ֆուտբոլում է, ինչ տարբերություն։ Ուրեմն սա կա վերաբերմունք։ Նայ, երբ որ ներողություն եմ խնդրում, երբ որ սկսեցին ֆուտբոլին ուշադրություն դարձնել, հասկացան, որ մենք էլ ունենք մարդ, որը կարելի է դրսում նորմալ գնով ծախել, հանկարծ սկսեցին այս մասնագիտությանը վաղվա սերունդը նոր երիտասարդները, երբ որ մտնում են այդ աշխարհ, իրանք վիզ դնելու բան ունեն, ներողություն այդ Հիմա նայեք, հիմա Հենոն մեզ ցույց տվեց այդ ճանապարհը, մեզ չէ, ապագա ֆուտբոլիստներին եւ Հենոյի հետևից մի քանի հոգի կան արդեն։ Եվ այսօր երեխաներ կան, որոնք որ ձգտում են։ Վաչեն ցույց տվեց այդ ճանապարհը։ Վաչեն, որը որ Անորայում նկարահանվեց, որը որ արեստավարժ դերասան չի, արտիստ չի, կարծես թե ստենդափից կամ կոմեդիից գնացել է։ Ես որպես այդ ասպարեզի մասնակից, եկեք մենք դա չքննարկենք, դա թողենք հանդիսատեսին։ Так. Հա, հետո վաղը մի օր կասենք մենք ես չեմ սիրում արդեն մեր գոլեգաներին վիրավորել։ Ինչքան ես չեմ տեսել ֆիլմը, ոչ թե կարող չեք վիրավորում մանթակը։ Չէ, ինձ կա մի բան, որ ամեն ինչ պետք է կարողանալ ճիշտ մատուցել։ Ահա։ Լավ, Վաչեն լավ օրինակ է երիտասարդության համար, որ կարելի է մոտիվացիայի համար։ Մոտիվացիայի համար։ Իհարկե, մոտիվացիայի համար շատ լավ օրինակ է։ Ահա։ Իսկապես ես էլ կարծում եմ չարժե քննարկել այս տարվա Օսկարը, ինձ համար անհասկանալի է։ Անորայի մասին է խոսքը, թե առանց։ Ֆրանսիա ֆիլմի հերոսուհին պատճառաբանությունը, որ գտան եւ չստացավ Օսկարը։ Դեմի Մուրի մասին է խոսքը։ Այո, մի տեսակ կասկածելի է, էլի։ Առանձնապես չեմ երկրպագում այդ դերասանում, ստատուս էի գրել Facebook-ում, բայց այդ ֆիլմի մեջ իսկապես կտորներ կար, որ հանճարեղ է խաղում։ Ժամադրություն գնալուց առաջ հայելու հետ կտոր ունի, եթե նայել եք ֆիլմը, հանճարեղ է։ Այլ բան է ֆիլմի վերջի հատվածը մի քիչ տանում էր այն ժանրի, որը որ ինձ դա արդեն Դեմի Մուրի, դա ռեժիսորական։ Բայց այնուամենայնիվ ես շատ ուրախ եմ, որ մեր դրոշը, մեր ազգը, մեր ազգանունը։ Այսինքն որպես մոտիվացիա օքեյ է, բայց մնացած դեպքերում քննարկել է այդ հարցը։ Հա, բայց ես օրինակ չգիտեմ, մեզնից ով գիտի Վաչեն ուզի շարունակել ֆիլմերում խաղան, գնալ հոլիվուդ, այլն եւ այլն։ Կյանքը ցույց կտա, թե ինչ պայմանագրեր կստորագրի Վաչեն, Աստված տա, շատ լավ։ Այդ դեպքում կհասկանաք դա ինչ որպես ինչ ծառայեց երիտասարդների կամ չգիտեմ մասին էր խոսքը։ Լավ, իսկ մեր հայրենակիցների համար շատ ուրախ եմ, բայց գնահատականս Անորա ֆիլմի, ասենք, եթե 10 բալով գնահատենք 3.5։ Դուք որ օրինակ ֆիլմ եք դիտում կամ թատրոն, դες վատ չեք զգում, որովհետև դուք որպես արեստավարժ եք դիտում, սկսում եք ատոմների վերացնել, թե իմ մոտեցում ես չեմ կարողանում ֆիլմեր նայել, այդ պատճառով չեմ սիրում նայել։ Մի քանի ֆիլմ կա, որ մեծ սիրով նայում եմ։ Գիտեք որ ֆիլմեր, որտեղ ես դառնում եմ հանդիսատես։ Այն ֆիլմի ընթացքում, որ ես դառա հանդիսատես, ես սկսում եմ սիրել։
Բայց այն ֆիլմը ժամանակ երբ որ ես հասկանում եմ ուշքում միտքը Լուիսը բանը, ստե ոնց խաղա, սենց եմ լինում։ Դրա համար ասում եմ, ես այդ ներվերից ինձ զրկեմ։ Իհարկե դա վատ բան է։ Դու պետք է ինֆորմացված լինես եւ այլ եւ այլ։ Ես սիրում եմ երբ որ ես դառնում եմ հանդիսատես, անես լավ բան է հանդիսատես։ Իսկ ինչ կասեն Սուրենը եւ Տատան այդ առումով։ Չէ, ես չեմ կարողանում այսպես զանազանել հանդիսատես եմ թե ռեժիսոր եմ, ես գնահատական Հիմա Դեմի Մուրին որ ասում եք ինչպես որ ձևավորվել է փոքր ժամանակվանից եւ ընկալումս ընդհանրապես նշանակություն չունի ռեժիսոր եմ թե դերասան եմ, կամ գեղեցիկ է հետաքրքիր եւ բովանդակալից կամ ոչ, կամ արվեստ կա կամ ոչ։ Ես էլ ֆիլմեր նայելիս, ասենք, եւ ներկայացումներ նայելիս հաճույք եմ ստանում, եթե լավն է բնականաբար, բայց չեմ կարող լրիվ անջատվել։ Նայում եմ ինչ որ ապրումներ մնում, ասում եմ, վայ, այս ինչ լավ խաղաց էս պահը։ Ասում եմ, այս ֆիլմը մենակ այս ժեստի համար կարելի էր նայել։ Միևնույնն է, քո մասնագիտականը չի անջատվում։ Երբեք չի անջատվում։ Ես քայլում եմ փողոցով, եթե բաց պատուհան եղավ, անկախից նայում եմ, տեսնեմ ինչ է կատարում, որովհետեւ ես ուսումնասիրում եմ ամեն ինչ։ Ես գնում եմ սրճարան, նայում եմ մարդկանց, սարսափ է դա։ Նայում եք մարդկանց որպես դերասան, թե որպես ռեժիսոր, բեմադրող։ Անկախից ալկերպ, հա, ուսումնասիրում ես, չես կարողանում։ Այլ կերպ Դե հիմա Լևոնը հասկանում եմ, որ գողանում է պերսոնաժ, փորձում է ինչ-որ բան։ Ժեստ կարող եմ գողանալ, հայաց կարող եմ գողանալ։ Ձեր կյանքն է կյանք չէ։ Հա, բա։ Մենք մեր կյանքով չենք ապրում, մենք միշտ ապրել ենք ուրիշի կյանքով։ Ինձ թվում է նաև կհուշենք մեր լսարանին ինչ ֆիլմ կամ ինչ ներկայացում եք դիտել, որ իսկապես կարծում եք, որ արժեք է ներկայացնում եւ կարելի է դիտել։ Այստեղ մի քիչ գովազդ անենք։ Հայկական ֆիլմի մասին է խոսքը։ Մեր արտադրությունը, հայերենական արտադրությունը։ Ինձ թվում է, ես որպես հանդիսատես, որ սիրում է ֆիլմ դիտել առհասարակ, ես կարող եմ ասել, որ ըստ ինձ մեր բոլոր ֆիլմերի կամ ֆիլմերի 99%-ի խնդիրը նա է, որ մենք շատ ենք հայկականացնում դա եւ փորձում լացացնել, ծիծաղեցնել միայն ու միայն հային, որովհետեւ եթե դու հայ չլինես, ոչ այդ հանակի վրա կծիծաղաս, ոչ էլ այդ տրագեդիայի վրա կլացես, որովհետեւ անհասկանալի կլինի ուրիշի համար։ Մեր ցավի վրա լացում ենք, մեր օրորոցների վրա լացում ենք, մեր անակների վրա։ Մեր մոտից պակասել է այդ հպարտությունը։ Մենք լացելուց կծկված ենք, լացելուց է պետք է հպարտ լացես։ Լավ, հիմա այդ թեման անցնենք։ Նայեք, դուք երկուսով իմ համար արել եք Գինյանի ներկայացում, հիմա ձեզ գովազ չանեմ։ Ուղղակի ձեր արած ապրանք իմ համար ամենաթանկ ապրանքն է, կներեք, որ տենց եմ վերաբերում դրան։ Պրոստը չծախվեց, որովհետև գիտեք ինչի համար, մեր հանդիսատեսը խնդսնելու կողմ է գնում, չէ, բայց ձերի տված ասելիքը իմ համար ավելի շատ է ու ավելի թանկ է։ Ու ես երջանիկ եմ, որ այսօր նոր սերնդի մեջ կան երեխեք, իմ համար ամենատաղանդավոր մարդիկ են, նոր սերնդի, ես պաշտում եմ։ Իրանք ձեզ հասկանում են ու ընդունում են ձեր արածը։ Հիմա ես ձեզ մի բան եմ խնդրում եմ շարունակեք արել։ Գիտեմ ինքը հիմա չի գնաց, բայց դա անում է կամած առ կամած։ Դուք դրանով փոխում եք մտածելակերպ, փոխում եք սերունդ։ Սերունդի համար դառնում եք պլանկա, իրանք ուզում են։ Այսօր մեր ասպարեզում չկա պլանկա, որ երեխան ուզենա, ես ուզում եմ հասնեմ ընդդեմ ու դա դժվար լինի։ Ու դրա համար ինքը պետք է պայքարի, պետք է ճանապարհ անցնի։ Այսօր ինքն էլ կարա ծանոթով բանով մտնի դեք խաղանք։ Այդ հենց ցնեցությունն է սպանում այսօր այդ։ Ես ուզում եմ, որ մեր երկրում լինի մի տեղ պլանկա, մի հատ անես թատրոն, որ ընդ ամեն մարդ չի կարա մտնի։ Ընդ մտնելու համար դու պետք է անցես ճանապարհ ու դու պատրաստ պետք է լինես։ Պատրաստ։ Չկա այդ պլանկին մենք չունենք դրա համար։ Հիմա եկա սովետեր, բայց մենակ տագանքան էր կարծես թե այդպիսի թատրոն, որտեղ որ մտնելու համար պետք է Չէ, Ռուսաստանում շատ թատրոններ են։ Լևոն շատ հետաքրքիր թեմա բարձրացրեցիք։ Հիմա էլ այդ պլանկենկա ներողություն։ Կնկարագրեք ինչպիսին եք տեսնում այդ լավագույն թատրոնը։ Շատ հետաքրքիր թեմայի մասին խոսեցիք։ Այստեղ երկու թատրոնի ղեկավար են նստած։ Ձեր պրիզմայով ինչպիսին կցանկանայիք տեսնել այդ լավագույն թատրոնը, իր մոդելը։ Ես չեմ կարող ասեմ, ես պրոդյուսեր չեմ, բայց ես ուզում եմ այդ թատրոնը, այսինքն ես կուզենամ այդ թատրոնում աշխատող դերասանները Անան որ վարպետ լինեն ու երբ որ ինքը այդ թատրոնի ներկայացումը տանեն դուրս, ես դրա համար չհամաչեմ։ Իսկ արդեն Լևոնը ասաց, հպարտ պիտի լինեն։
ամեն ինչ շենքը լինի այնպեսին, որ հպարտելն են, մեջը արտադրանքը լինի, որ շենքը ամենավերջում, համաձայն չեմ, վերաբերմունքից պիտի շենքներ կկառուցվի, մեր օպերային ազգային օպերային թատրոնի շենքի որակը, նշանակությունը, տեղը, մշակույթի շենքի շատ մեծ դեր է խաղում այդ թատրոնի համար։ Ուզում եմ մի բան ասեմ, Միլանի Լա Սկալայում, ուրեմն պարկետ ինչպես է հայերեն, ես շրիշակ, չէ, ինչ որ զարդա չգիտեմ, в общем, պարկետը շատ ավելի հին է։ Հենց դրանով է թանկ դա։ Հա, բայց ճռճռում է, ճաքեր ունի եւ այո, բայց դա Միլանի Լա Սկալան թատրոնն է եւ որից է մեկը չի փոխելու դա, որովհետեւ դա Միլան Մետլախբերի խփի այդտեղ։ Մենք անդրադառնանք ֆիլմերին, այսօր քան 30 տարի է մենք չկարողացանք մի հատ ֆիլմ նկարենք իմ ու քո ազգի պատմության մասին։ Մենք գոռում ենք պատմության, բայց մենք մեր պատմությունը ֆիլմերի միջոցով չենք կարողացել մատուցել աշխարհին։ Աշխարհին, որովհետեւ մենք ինչ-որ նկարում ենք, դա դառնում է միստիչկով է, հայերեն չգիտեմ այդ բառը ոնց է, էլի։ Տեղային։ Հասկանում եք, որովհետև չի հուզում ռումինացուն, անհասկանալի է, Մոզամբիկի բնակիչին եւ այլն։ Բայց երբ որ մենք դիտում ենք հոլիվուդյան ֆիլմ, որը որ աֆրիկական ինչ-որ երկրի մասին է, նու պարզա մեջ է օրինակ Դիկապրիոն է խաղում, բայց ինչ որ ալմազներ բան, դու ցավում ես այդ ազգի։ Այսօր մենք գոռում ենք 2000 տարվա թատրոն ունենք, 2000 տարվա խաչքար ունենք։ Իսկ այդ խաչքարը չեն կարողանում աշխարհին մատուցել։ Բայց չէ, մենք ունեցել ենք Հրանտ Մաթևոսյան։ Հրանտ Մաթևոսյանի ամենակարճ պատմվածքը հենց հիմա Բայոսակից մեջ։ Հայաստանի սահմաններից դուրսով գիտի Հրանտ Մաթևոսյանին։ Ինձ այս տաղավարում, երբ որ ես հարցազրույց եմ եկալ, մի քանի մարդ Հրանտ Մաթևոսյանի բույվալիցա հայերը ոնց է Գոմեշի մասին ասել։ Ոչ հայ։ Ասել են, որ սա ցնցող բան է եւ զարմանալի է, որ միջև հիմա ֆիլմ նկարահանված չի։ Բա որտեղից են իրենք իմացել։ Իրանք կարդացել են Հրանտ Մաթևոսյան, գտել են ու նենց չէ որ վերջի մարտիկ են էլ եղել այս ասպարեզը բայց գլոբալ առումով չէ մեծ էսպես բան հա բայց ինքը Վիլյամ Սարոյանին շատ-շատերը գիտեն աշխարհում հա բայց ես օրինակ Հրանտ Մաթևոսյանը չի զիջում եթե ինձ հարցնեն Վիլյամ Սարոյան եւ դրա մասին էլի ասել են Վիլյամ Սարոյան թե Հրանտ Մաթևոսյան իմ համար Հրանտ Մաթևոսյանը ավելի բարձունքի վրա է ու այդ Գոմեշը ցնցող բանա որը որ հասկանալի է ռուսին ամերիկացուն հրային Հասկանում եք, բայց ոչ ոք չի վերցրել։ Մեր ազգայինով ենք հետարքիր, որը չեն կարողանում մատուցել աշխարհին, նորից եմ ասում։ Երբ որ մենք հայերս, չգիտեմ, նկարենք մեր մասին ու կարողանանք այնքան սիրուն նկարել, որ այս լրսին մարդկանց հետաքրքիր լինի, այս ժամանակ նաև ինքը կվերցնի եւ Հրանտ Մաթևոսյան կկարդա եւ մյուսը։ Բայց արդարության համար պիտի ասեմ, որ Նարինե Գրիգորյանը մոնոներկայացում ունի, Արմոնոյի պրոդուկտներ, Արիանա Մխիթարյանի հետ եւ իրենք հիմա գնալու են Ամերիկա, գոնե թատրոնով մենք ներկայացրել։ Էլի եկանք անհատի։ Այո։ Դի ձևավորենք մի հատ երկիր, որտեղ ծնվի անհատը ու անհատին հող։ Տեսեք, մենք փաստորեն այս պատմությունը գալիս է ասենք Զակալցովից, էլի, մենք ինչի սկսեցինք կրթություն, դերասանություն, թե արտիստ, ամենասկզբից այդ միտքը ծնվեց։ Մենք եկանք անհատին ներողություն որ թվում եմ։ Մենք ազգովի բոլորը միասին չեն կարողանում մեկ բան։ Մեր մոտ միշտ անհատնա, մենք էգոցենտրիկ ազգ։ Անհատնա առաջի տեղում ու դրա համար 100 անգամ ասել ենք, երբ որ մեր եսը կլինի ավելի ցածր, քան մեր menքը, որ Այ ժամանակ ինչ-որ բան կփոխվի։ Ինձ թվում է, որ մարդու ներսը պետք է ցավը լինի, որ ինքը կարողանա այդ պահանջարկը ստեղծի, այդ է։ Բայց պետք չի մոռանալ, որ ժամանակները իսկապես փոխվել են։ Դա եւ եթե դու ունես շատ լավ արժեքներ, չգիտեմ, շատ լավ ներկայացում ունես, հիմա այս տարում այդ պիտի ճիշտ վաճառել։ Դու չես կարող դրա մասին չմտածել։ Դա այլ ծրագրի խնդիր է, որպես պրոդյուսերների հարցն է։ Իհարկե ձևն էլ պետք է գտնես։ Օրինակ կա օրինակը գիտեք, մի լավ ոչինչ ռասկրուտ կանենք, նոր սկսնակ մեր ընկերներից է Տիգրան Գյուլումյանը այսօր թատրոնը տարավ բաց հատ։ Տարավ բնության գիրք։ Ու մեզ թվում էր, որ մարդ չգնար։ Բայց նայի թեման էլ վերցնում է մեր հին, այսինքն Արա մարդ արես ու մարդիկը հանգարց հասկացան այդ մարդիկ դրա կարիքն ունեն։ Մարդիկ հակած հասկացան։ Մենք ասում ենք դες բաներ չեն նայում, դες չէ, հենց կպար մարդու ներսին կնայել։ Կապչունի, բայց կարևորը ձևը գտնես այդ կպնելու մասին է խոսքը։ Այսինքն կա, միշտ էլ կա, ուղղակի պետք է կարողանաս այդ քո ասած մատուցման ու ձևի ֆորման, որ ճիշտ է տալիս հանդիսատեսը
Դե միգուցե այդ ոչ ֆորմալ կրթությունը կամ ոչ ֆորմալ մոտեցումները օգնում են դրան։ Ոչ թե կրթություն դիպլոմի համար, որ դու գաս ու 10 թատրոնի ղեկավարին ասես հեսա, հետո ռեժիսորը տանջվի։ Սուրեն Շահվերդյան, հա՞։ Մենք պիտի զարմացնենք ցանկացած ձևով, որակը պահելով։ Դե այդ զարմացնելն է, չէ, հիմա կարող եք վատ ձևով զարմացնել, կարող։ Այդ եմ ասում, որակը պահել։ Հիմա նայ Տաթևը շատ գժոտ բան ասեց, ես իմ փորձից եմ ասում։ Ես վերջի շրջանում դադարել եմ զարմանալուց։ Ես նենց եմ ուզում այդ լավ բան լինի, որ ես զարմանամ։ Ես ուզում եմ զարմանամ, որովհետև այս զարմանալու մեջ սեր կա։ Այդ է Աստված որ մի օր կարողանանք թատրոն եկող հանդիսատեսի կարողանանք մեր արած գործով զարմանանք, գիտես ինչ երջանիկ է գնալու տուն։ Դրա մասին է գինիալնի բառացի զարմացնել։ Դրան եթե ավելացնենք էմոցիա շարժել, մենք մեր այսպես ասած այն ինչի համար կոչված ենք, կատարած կլինենք։ Էմոցիոնալ ազդեցություն ունենանք հանդիսատեսի վրա։ Վերջում, եկեք մի հատ շատ ավելի կարևոր, այսինքն ոչ թե շատ ավելի կարևոր, այլ եւս կարևոր հարցին, որ մի ցկլ կպանք։ Այդ պետական աջակցությունը։ Հիմա ամբողջ Ֆրանսիայում կա Ֆրանս կոմեդի, որը որ պետությունից գումար է ստանում, մնացած տրուպաները իրենց հովանավորներ ունեն, հայթայթում են, վաճառում են, չեն վաճառում։ Հիմա մեր մոտ կան տասնյակ թատրոններ, որոնք որ պետությունից գումարներ են ստանում։ Բայց դա չի նշանակում, որ այդ թատրոնները լեփլեցուն են կամ որակով բան են ցույց տալի, իսկ այն թատրոնները, որոնք որ չունեն աջակցություն, ոչ։ Հիմա որտեղ այդ ոսկե միջինը, ո՞նց անել, որն է ճիշտ։ Մեր երկրին, մեր կարգավիճակ ունեցող եւ մեր հասարակության նման հասարակություն ունեցող երկրին բարձր արժեք ստեղծել հնարավոր է միայն պետական աջակցությամբ։ Այլապես, եթե այսօր դու ինքդ ցանկանաս պահել թատրոն քո եկամուտներով, վաճառքով, դու բարձր արժեք չես կարող ստեղծել։ Թող չնեղանա Հովհաննես Դավթյանը կամ Հայկ Մարությանը։ Հայաստանի Հանրապետության ազգային թատրոնը այդ արտիստին կամ մյուսին կարող են տալ իր պահակախմբով միայն։ Նրանք պետությանը շատ ավելի գումար կվերադարձնեն, քան պետությունը տալիս է ենթադրենք Վրոցեմի պետական թատրոնի։ Բայց արդյոք նրանք կարող են արժեք ստեղծել, արդյոք կարող են հասարակության գիտակցությունը փոխել, ինչի համար մենք կոչված ենք, թե ոչ, այդ դա մեծ հարց է։ Բայց ձեզ կարող են հակառակն էլ ասեն, արդյոք բոլոր այն թատրոններին, որը որ պետությունը աջակցություն է տալիս են այդ ամենը, ինչը դուք ասում եք։ Այո, ճիշտ եք։ Սուրժան, ես կտա քո հարցի պատասխանը։ Խնդրեմ։ Երբ որ պետությունը վերցնի մի հատ օրգան է, մի թատրոն, ու ասի դու պիտի լինես միակը պետության կողմից վճարվողը, բայց ինքը դնի նախապայմաններ, որ ես պետք է համապատասխանես ամեն ինչին, ու այդ դեպքում այդ թատրոնը դառնում է պլանկա։ Լավագույն ռեժիսորներ, լավագույն դերասաններ։ Այո, երբ որ դաժե պետությունն ասում, այս պետք է լինի սենց, դե պետք է բեմադրվի ազգային, պետք է վաղը սերունդի մի հատ իմ ազգի պատմության կամ իմ գրողների մասին, թող իհարկե դրսից էլ կբեմադրեն, իհարկե պետք է դրսի ժողովրդին էլ իմանան։ Այդ դա իրոք են որ դուք ասեցիք բանում այդ մի թատրոնն է, որը հովանավորվում է պետության կողմից, ստեղ էլ եթե կարողանանք այդ անել ու դարձնենք մի հատ տեսեք արդեն չենք վախենում որ դա սովետական մի քիչ բան կլինի որ անպայման այսքան Լենինի մասին պետք է ունենաք այսքան Չէ ես չեմ ասում այո չէ օրինակ իսկ ինչու խոսեցիք բան Ֆրանսիայի կոմեդի դե ֆրանսեզի մասին ինչու են կարողանում այնտեղ թատրոնները գոյատևել ինքնաֆինանսավորման չնայած չկա այդպես ինքնաֆինանսավորման շատ փոքր թատրոններ այս կամ այն գերատեսչությունը ֆինանսավորում է տարբեր թատրոններ որովհետև այնտեղ վաճառվում է որակով արտադրանքը, այլ ոչ թե այն արժեքը, որը որ վաճառվում է դեռ մեր երկրում։ Ես կարծում եմ, որ տարիներ կանցնեն, մեր մոտ էլ կսկսվի վաճառվել այն, ինչ իսկապես մշակույթ է, ինչ իսկապես արվեստ է։ Ցավոք սրտի այսօր Լևոնի այսպես օրինակ բերված այդ ծիծաղացնելու, հա, գդիկ տալն է վաճառվում։ Այլ ոչ թե արժեք, որը որ մարդուն խորհելու,
մարդու մոտ էմոցիա առաջացրած ինչ որ մի բան դիտելուց գիտակցություն է փոխում։ Սուրճ ջան, այդ ղդիկ տալուց բացի դե կան մարդիկ, որ այդ ղդիկին չեն գնում։ Այդ մարդիկ հանգած հասկանում են, ուրիշ տեղ չկա, որ ինքը այդ թատրոնն է պիտի ստեղծի, որ այդ ճուժեցավ այդ ալտերնատիվա։ Այո։ Թատրոն չի կարող մասսայական արվեստներ։ Այո, լինելու են թատրոններ, որտեղ կա եւ լավ ներկայացում, եւ մի քիչ թույլ, եւ հանճարեղ, այս թատրոնում էլ այդ տարբեր չի կարող մասսայական լինել։ Կարծում եմ բարձրարժեք լավ, իսկ մի հատ հարց տամ, որ ավելի շատ Սուրենի եւ Տաթային է վերաբերում։ Չէ՞ որ դուք ժամանակին ազատ արտիստներ էիք։ Այսինքն միշտ մեզ անտեսել եք։ Միշտ։ Ներողություն եմ։ Այսինքն Ես ինչ բանամ, ազատ արտիստներ եք անում եք այն ինչ որ ուզում եք անել, կախված չեք ոչ մի թատրոնից, ոչ մի շենքից։ Ոնց ես կախվածը չեմ հասկանում, ես երկար տարիներ աշխատել եմ այս կամ այն թատրոնում։ Ահա, բայց միևնույն ժամանակ դուք կարել եք այն ինչ որ ուզում եք անել եւ կարող եք անել սա այս թատրոնում, իսկ հիմա ձեր ձեռքերը կամ թևերը մի քիչ ավելի կապված են, չէ՞։ Թե չէ, կապված են պարտականություններով, Չես հասցրի ուղղակի։ Պատասխանատվություն ենք վերցրել եւ ես եւ Տաթևիկը այդ թատրոնները մեր ծրագրով առաջ տանելու, բայց առաջարկները չեն պակասել, ես ինքս առաջարկներ ունեմ, ուղղակի քանի որ դեռ մի տարի է, մի փոքր ավել ղեկավարում եմ թատրոնը, մերժում եմ այդ առաջարկները, բայց այնուամենայնիվ այդ հրավերներին ընթացք տալու եմ, որովհետեւ դա նաեւ կենսագրություն է։ Իսկ ներսում ձեր թատրոնները ձեր ազատությունը նորից այսօր Փառք Աստծո Հայաստանի Հանրապետությունում այսպես ասած ոչ մի քննադատություն բառը սխալ ասեցի, այսինքն ցենզուրա, այո, գրաքննություն չկա եւ մենք մեր ծրագրի համենայն դեպս ես իմ ծրագրի մեջ ազատ եմ, կարող եմ խոսել ամեն ինչից եւ Փառք Աստծո այսօր չի վերահսկվում եւ մենք ենք որոշում ինչ քաղաքականություն լինի, քննադատներ կան, թե դրանց գլուխ այո, կան։ Չեմ անդիպել։ Բայց նրանց խոսքը էլի այդքան արժեք ունի, ինչքան առաջ։ Չէ, իհարկե։ Կամ ինչպես որ Անգլիայում կամ Ամերիկայում Մենք պետք է պատրաստ լինենք այդ քննադատությունը ճիշտ ընդունել, ու այդ քննադատողը պետք է կարողանա իր ասելիքը ճիշտ մատուցել, որովհետև միանգամից դառնում ենք աբիժնիկ։ Այսինքն մենք միանգամից դրա տակ առողջ ենք, այդ ամեն ինչ այնքան առողջ պետք է լինի, որ մենք դա առողջ ձևի ընդունենք։ Մենք երևի սխալ հասկացանք, ցենզուրայի մասին չի խոսք, այսինքն պետության կողմից ինչ որ ուղղորդվելու, որ այսա կարելի է, սա չի կարելի։ Այդպիսի չկան փակ թեմաներ, ոչ, չկա, խոսեք։ Չեն ասում ձեզ օրինակ որ ցեղասպանության մասին չի կարելի բեմադրություն անել, որտեղ այսօր մենք որոշել ենք ոչ մի սահմանափակում չկա, Փառք Աստծո, մենք ազատ ենք մեր ծրագրի մեջ եւ մենք այսպես կարող ենք հնարավորինս ինչի մասին ասես կարող ենք խոսել։ Խոսելիք կա, մնում է կարողանանք այդ ամենը հասցնել։ Հաստատել կարող։ Եվ վաճառել։ Ես կուզենամ ոչ միայն մենք խոսենք մեր թատրոնի մասին, այլ նաև աշխարհում խոսեն մեր թատրոնի մասին։ Ոնց որ խոսում էին Ստուրայի թատրոնի մասին, որ տարվա 12 ամիս է դրսում գաստրոլների, չգիտեմ, ինչու մեր կողքի պետությունն այդ ոնց այդ մոտեցումը կա, այդ ոնց է չեմ ուզում համեմատեմ, երբ որ Իսկ ինչու ինչ եք վախենում այդ համատում, բայց իրան բոլոր ամեն ինչ համեմատում ես Վրաստանում ավելի լավ է։ Նորաձևությունը, պարը, թատրոնը, այսինքն դա մոտեցում կա, ես չգիտեմ այդ մարդիկ ուրիշ ձև են նայում, ուրիշ ձև են մոտենում, ուրիշ ձև են գնահատում են մասնակիցները, որոնք իրանց ընտրում են։ Ամբողջ կյանք մենք իրենց մասին անեկդոտներ ենք պատմում, ասենք որ մեր օրինակները քչացրեցին, մեր օրինակները քչացրեցին։ Ֆուտբոլիստները, նորաձևության մեջ դեմքերը, ռեժիսորները, որոնք որ եղել են վրացի ռեժիսոր, ոչ մեկը իրենց չի ճանաչել, փոքրիկ ֆիլմ են նկարել, հետո Հոլիվուդում իրենց տեսել են, տարել են, քանի հոգի կարանք մենք Հայաստանից ասել, որ մերը տաքսիստ է։ Այո, հասկանում ես, թատրոնը որն է գաղտնիքը լավ։ Լևոնը շատ կարքին թեմա բարձրացրեց։ Երբևիցե չեք մտածել որպես արվեստի մարդ, որպես արտիստ, ինչով ենք պակաս մենք։ Կամ ինչով են նրանք առավել։ Մյուս կողմից էլ ասեմ, որ մենք բազմաթիվ փառատոների գնում ենք։ Հայաստանի թատրոնները շատ դեպքերում շատ ավելի ուժեղ ու լավ ներկայացում են ցուցադրում, քան իրենք։ Так, բան չի այդպես որ։ Այդ իրանք են պրիզնատ գալիս, թե մենք ենք Չէ, ժյուրին։ Ժյուրի, որտեղ որ հունգարացիներ են, անգլիացիներ են եւ։ Չգիտեմ։
այսքան խոսեցինք, բայց չխոսեցինք, որ մեր մասնակցության մեջ պետք է շատ ազատ լինես ու չվախենաս հիմարության աստիճան։ Այդ ազատության չափը կասես ինչի մասին։ Չկա բիտա։ Դե ինչ լինենք ազատ լինես։ Ազատն Աստված այն օրից, երբ հաճեցավ շունչ փչել, մեր հողանյութ շինվածքին ոչ թե իմ։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Շնորհակալություն հավատքի համար։ Դա ասելով չի, դա անելով է։ Այո։ Ցույց տաս։